Պետական դավաճանությունը ամենամեծ մեղքն է, կարծում է ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Վահե Էնֆյաջյանը։ Գործող պատիժը խստացնելու համար նա իր գործընկերներ Նաիրա Զորաբյանի ու Իվետ Ատոնոյանի հետ փոփոխություններ է առաջարկում քրեական օրենսգրքում։ Այն վնասները, որ թողնում է պետական դավաճանությունը եւ լրտեսությունը Հայաստանի Հանրապետության կամ մեր ժողովրդի, մեր երկրի քաղաքացիների համար պարզապես համեմատության եւ համադրությունների մեջ չի կարելի դնել։ Պատիժը խստացնելու համար Բարգավաճ Հայաստանը հաշվի է առել պետական դավաճանության եւ լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրի համար։ Մասնավորապես ռազմական դրության պայմաններում անհրաժեշտություն է առաջացել վերանայել ներկայիս կարգավորումները։ Հատկապես վերջի ժամանակահատվածի զարգացումները մենք հետևելով տեսնում ենք, որ տարբեր հարթակներով ըստ էության հայտարարություններ են տարածվում ամենատարբեր պետական մակարդակ ունեցող պաշտոնյաների կողմից, որ տեղի է ունեցել դավաճանություններ։ Նախաձեռնությունը քննարկվել է նաև Երևանի պետական համալսարանների իրավաբանների, փաստաբանների պալատի անդամների, Գիտությունների ազգային ակադեմիայի հետ։ Ուսումնասիրվել է միջազգային փորձը։ Այսպիսով ընդդիմադիրն ուժ առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Մինչև հիմա պետական դավաճանության համար ցմահ ազատազրկում չի նախատեսվել։ Իմ քայլը խմբակցության падգամավորները կողմ արտահայտվեցին այս նախաձեռնությանը։ Ես համաձայն որ պետք է լինի բավականին կոշտ պատիժներ, բայց նաև իրավակիրառի տեսանկյունից, հատկապես որ կազմակերպված խմբի մասին խոսքը գնա կամ խոսքը գնա դրվագային հանցագործների մասին, պետք է հնարավորություն լինի անհատականացնել պատիժը։ Նախագծի վերաբերյալ կառավարությունը եւս դրական կարծիք ունի։ Սկզբունքային առարկություններ նախագծի առնչությամբ չունի։ Մինչև քվեարկությունը հանձնաժողովը 15 րոպե ընդմիջում վերցրեց վերջնական շտկումների համար։ Վերջում Էնֆյաջյանը հայտարարեց. Պետական դավաճանության համար 15-ից 20 եւ ցմահ ազատազրկումը հստակ պետք է ֆիքսենք, որ ընդունել է եւ ընկալել եւ ցմահ ազատազրկումը պետք է սահմանվի պետական դավաճանության համար գույքի բռնագանձումով եւ ըստ էության նաեւ այստեղ բարոյական մասը, որ պետք է հասկանանք, սա խարան է ըստ էության հասարակության կողմից, որ պետք է դաջվի տվյալ անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ կապված եւ լրտեսության մասով 12-ից 20 այս պայդրությամբ հանձնաժողովում մենք մեր ամփոփում որպես այդպեսին ամրագրենք։ Պետական դավաճանությունը խստացնող նախագիծը ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Արման Թովմասյան, Էպիկենտրոն։